Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր մարդիկ ընդհանրապես ինչ բաներով կբարձենան իրենց արդակին ունեցած առավելություններով, հարստությամբ, թիրքով, բաշտոնով, ուսումով, այսպես կոչված քիդությամբ։ Բողոս Արաքյալ հավատացյալներուն, Գորոնթոսի հավատացյալներուն գսե որ մարդիկ ի հեջուգս մեզի գընթերցեմ ցեզի երկրորդ Գորոնթացներուն ամագի 5-րդ գլխու 13-րդ համարը գսե ի հեջուգս մեզի արդակին առավելություններով կբարձենան, արդակին առավելություններով փոխանակ նգարակրային առավելություններով բարձենալու։ Ինչ են սիրելներ արդակին առավելությունները, հիշեցի արդեն, հարստությունը, թիրքը, բաշտոնը, գիտությունը, ուսումը եւ այլն։ Իսկ ինչ են ներքին առավելությունները, խոնարհությունը, հեզությունը, սրբությունը, ճշմարտությունը, հավատքը, հույսը, սերը, ասոնք ներքին սիրելներ առավելություններ են, որոնցմով մարդ պետք է բարձենա եւ ոչ թե արդակին իր ունեցած առավելություններով։ Պատմեմ ցեզի հետեւյալ պատմությունը։ Օրը Հավնոցի մեջ, ակարագի մեջ երկու ակլորներ միասին գաբրեին։ Մեկը արդակինով շատ քեղեցիկ էր, շատ հպարտ էր եւ դանել չէր կարող թիմացի ակլորին։ Ոստի օրը այս երկու ակլորները իրարու ինգան, սկսան իրար գծահարել, իրենց ջանգերով ջանգել, ամեն տեղ փեդուրը սկսավ թրիլ եւ այդ արդակինով առավելությամբ լեցուն ակլորը այդ բادرազմին այդ գրիվի մեջ հաղթանակած դուրս կուկա։ Իսկ բարդված ակլորը ամիջապես մեկ կողմ կքաշվի, Հավնոցի մեկ անգյունը կգանքնի եւ այսպես խոնարհած գտիդե հաղթանակը այդ մյուս ակլորին։ Իսկ այս մյուս ակլորը կփարսրանա Հավնոցին վրա եւ կսկսի գանչել, հաղթանակի գանչը գանչել հբարդությամբ։ Ահա այդ իր հբարդության հաղթանակին մեջ ամիջապես արձիվը, որ վերեն գտրչեր ու գլսե գանչը ակլորին, հբարդ գանչը գայծագի արակությամբ երկինքեն գուքա ու իր ջանգերով ամիջապես կփախցնե այդ հբարդ ակլորը եւ գդանի իր փույնը ու զայն փզկտելով գուդե։ Այդ ժամանակ բարդված ակլորը մեջտեղ գուկա եւ ինք կդառնա ամբողջ Հավնոցին դերն ու դիրականը։ Սիրելիներ, այս արագը պատմեցի ցեզի անոր համար, որ հաջող մարդիկ երբ արդակինով գհբարդանան, իրենց մի ավելի զորավոր մեկ գուկա գայծագի արակությամբ եւ իրենց այդ հբարդությունը գզրոյացնե, գոչինչացնե, ոչինչի կվերածե։ Մարդիկ կան, որ իրենց այս արդակին հբարդության զոհը գերտան։ Բողոս Արաքյալ գսե որ ես իմ դգավրություններովս գհբարդանամ, երբ որ օրը ցավ ուներ եւ Քրիստոսեն գխնդրե որ այդ ցավը իր մեհերացնե, Տեր Հիսուս Քրիստոս իրեն գսե կգարտանք երկրորդ Գորընթացներուն նամակի 13-րդ գլխու 8-րդ համարի մեջ։ Հիսուս գսե Բողոս Արաքյալին. իմ շնորհքս կփավի քեզի, որովհետև իմ զորությունս ամբողջապես կհայտնվի մարդուս դգարությանը մեջ։ Եվ Բողոս Արաքյալ Հիսուսի այս խոսքը լսելով գսե. ահա թե ինչու մեծ հաճույքով կբարձենամ
դգարություններովս, որբեսի Քրիստոսի զորությունը իմ մեջս հաստատվի։ Իմ դգարություններովս կբարձրանամ, որբեսի Քրիստոսի զորությունը մեջս հաստատվի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե այս կյանքի մեջ մարդիկ ցեզ բարդված կհամարեն եւ իրենք զիրենք հաղթական կհամարեն, դուք Քրիստոսով հբարտացեք, դուք Տիրոջով բարձեցեք։ Տեսեք, ինչ կսե Աստված Երեմիա մարգարեին բերնով, կգարտամ ցեզի 9-րդ գլխու Երեմիա մարգարեի 23 եւ 24 համարները։ Դերը այսպես կսե. Իմաստունը իր իմաստությունով թող չբարձի, ու զորավորը իր զորությունով թող չբարձի, հարուստը իր հարստությունով թող չբարձի։ Ոչ իմաստունը, ոչ զորավորը, ոչ ալ հարուստը իրենց արտակինով թող չբարձրանան գսե դերը։ Բայց ան որ կբարձի, թող անով բարձի, որ կհասկանա ու զիս կճանչնա, եւ գիտե թե ես եմ դերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք եւ արդարություն կնեմ, քանզի ես ասոնց կհաջիմ։ Դերը ողորմության կհաջի, արդարության կհաջի, իրավունքին կհաջի։ Երբ մենք սիրելիներ արդարությամբ կապրինք, ողորմությամբ կապրինք, հեզությամբ կապրինք, խոնարհությամբ կապրինք, անոնք ներքին առավելություններ են եւ անոնք սիրելիներ մեզի գմղեն, որ մենք Տիրոջով բարձրանանք, ինչպես որ Բողոս Արաքյալ Թարցիալ գսե առաջին Կորինթացիներու նամակի առաջին գլխու 31-րդ համարի մեջ, որ առնված է Թարցիալ այս Երեմիա մարգարեի 9-րդ գլխու 24-րդ համարեն, գսե ով որ կբարձենա, թող Տիրոջով բարձենա։ Եկեք սիրելի քույրեր, եղբայրներ, մեր արտաքին առավելություններով չբարձրանանք, որ արտաքին գեղեցկությամբ, ոչ մեր ունեցած հարստությամբ, ոչ մեր ունեցած գիտությամբ, ոչ մեր ունեցած զորությամբ, ոչ մեր ունեցած թիրքով, բադիվով, բաշտոնով, անոնք բոլորնալ քնայուն են։ Արձիվ մգրնակալ եւ հապշտակել այդ բոլորը։ Մահը գրնակալ այդ բոլոր հապշտակել, հիվանդությունը գրնակալ եւ հապշտակել, այլ բարձենանք Տիրոջով, բարձենանք սիրելներ մեր ներքին առավելություններով, այսինքն խոնարհությամբ, հեզությամբ, երկնային իմաստությամբ, սիրով, սրբությամբ, ողորմությամբ, իրավունք նելով, այդ բոլորը Տիրոջ դիմաց սիրելներ մեզի համար առավելություն կդառնան, եւ ով որ ինքզին խոնարեցնե, դերը պիտի փարսացնե, իսկ ով որ ինքզին փարսացնե, դերը պիտի զայն խոնարեցնե, խորդագե։ Հետևաբար այսօրվան պատմությունը թող մեզի տասը լա սիրելներ, որ մենք իսկապես հոգևոր առավելություններ ունենանք եւ Տիրոջ կամքին համաձայնաբրինք, որպես Տիրոջ հաջությունը շահենք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալոր ձեր բոլորին։